Բարի լույս հարգելի հեռուստադիտողներ, օրվա հերթապահատուկ նախագծի շրջանակում այսօր հերթապահում են, դեռ հերթապահելու են Սոնա Աբրահամյանն ու Արմեն Կարամյանը։ Մենք շարունակում ենք աշխատել եթերում պաշտպանիչ դիմակներով, որովհետև դիմակները այս օրերին օգնում են մեզ ինչ-որ չափով վերադառնալ մեր բնականոն կյանքին, աշխատել, գնումներ կատարել, բայց միևնույն ժամանակ մնալ առողջապահական տեսանկյունից անվտանգ սահմաններում պաշտպանել մեր առողջությունը, ինչպես նաև մեր ընտանիքի անդամների ու գործընկերների։ Այս պահի դրությամբ ունենք արդեն նոր վիճակագրություն կորոնավիրուսով վարակագիրների հետ կապված, խնդրեմ Սոնա ներկայացրու։ Այո, առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 27-ի ժամը 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 7774 դեպք, որոնցից 3255-ը առողջացած, 98-ը մահվան ելքով։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4377 պացիենտ, ընդհանուր առմամբ կատարվել է 53678 թեստավորում։ Այսպիսով ունեն կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 372 նոր դեպք եւ 35 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 56, 60, 66, 69, 76, 78 եւ 85 տարեկան։ Բացի 56 տարեկան պացիենտից մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Երեք ունեցել ենք մահվան եւս 5 դեպք, երբ պացիենտների մոտ գրանցվել էր կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդությունների պատճառով, այդպիսի դեպքերի թիվը 44-ն է։ Ամեն օր վիճակագրությունը թերթելիս եւ վիճակագրությունը ուսումնասիրելիս պետք է հիշենք նաեւ, թե որքան կարեւոր է յուրաքանչյուրիս պատասխանատու վարքագիծը, որովհետեւ քաղաքացիների պատասխանատու վարքագիծը կարող է կանխել վարակի լայնածավալ տարածումը, այնպես որ եկեք չմոռանանք այս օրերի գլխավոր կանոնը, չմոռանանք կրել պաշտպանիչ դիմակներ։ Համավարակ, արտակարգ դրություն, կարանտին, այս հասկացությունների հետ մեկտեղ մեր առօրյայի անբաժան մասն է դարձել COVID-19-ի համաշխարհային եւ հայաստանյան վիճակագրությունը։ Տխրում ենք, երբ թվերն ավելանում են, երբեմն նաեւ ուրախանում ենք, երբ նկատում ենք դեպքերի եւ մահվան թվերի անկում։ Կարծում եմ ինձ հետ շատերը կհամաձայնեն, որ որքան էլ մենք փորձում ենք վերադառնալ մեր նորմալ կյանքին, այնուամենայնիվ տրամադրությունը Երևանում, Հայաստանում եւ կարծում եմ առհասարակ աշխարհում դեռևս առաջվան է, չէ՞, մենք բոլորը զգոն ենք, զգաստ ենք եւ սպասում ենք զարգացումներին եւ այսօր այս թեմայի շրջանակներում մենք ուզում ենք ուշադրություն դարձնել հարցին, թե ինչպես են այս դժվար օրերը ապրում տարեց մարդիկ, ընդ որում թեման քննարկման երկու տեսանկյուն ունի, մի կողմը հոգեբանականն է, մյուս կողմը սոցիալականն է, որովհետեւ մի կողմից մենք գիտենք, որ տարեցները եւ մեծահասակները COVID-19-ի ռիսկային խմբում են, մյուս կողմից սոցիալական աջակցության մասին խոսում են ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ ամբողջ աշխարհում։ Օրվա հերթապահի այսօրվա եզրափակիչ թողարկման ընթացքում այս թեման կզարգացնենք հոգեբան Արկադի Մեհրաբյանի տարեց մարդկանց օգնության ձեռք մեկնող նախաձեռնություններից մեկի անդամ կամավոր Մայիս Խաչատրյանի հետ։ Դուք եւս սիրելի հեռուստադիտողներ կարող եք մասնակցել մեր քննարկմանը պատասխանելով այսօրվա հարցին։ Այցելեք առաջին ալիքի Instagram-ի եւ Facebook-ի էջ story-ներ բաժնում գտեք օրվա հարցը եւ պատասխանեք։ Համավարակի պայմաններում ավելի շատ ինչպիսի աջակցության կարիք ունեն տարեց մարդիկ, նյութական թե հոգեբանական։ Հիմա առաջարկում եմ եւս մեկ անգամ վերհիշել սոցիալական հեռավորություն պահպանելու եւ լվացվելու կանոնները։ Մի հոլովակ ենք դիտում, որը կազմվել է, պատրաստվել է մուլտֆիլմերից եւ ֆիլմերից։ Հիմա լոգարանը կպատրաստեմ ձեզ համար։ Խնդրեմ։ Հաճախ լվացվիր։ Ես մետաքս կդարձնեմ։ Սառն է։ Դու էլ պետք է լվացվես։ Եթե ժամանակին գայիր, սառը չէր լինի։ Այ, մեր իմ աշխարհի զորությանը։ Համեցեք։ Չէ։ Պահպանիր հեռավորություն։ Ոչ։ Չդիպչեք ինձ։ Գնա քո կյանքով ապրիր։ Մնատանը եւ դիտիր առաջինը։ COVID-19 լուրջ մարտահրավեր էր մարդկանց համար նաև, ովքեր այս տարի եւ այս ամիսների ընթացքում կարևոր իրադարձություններ պետք է նշեին։ Մայիսի 25-ին արտակարգ պայմաններում հայաստանյան դպրոցներում հնչեց, այսպես ասած, վերջին զանգը։ Մեքենաներ չտեսանք, փուչիկներով պատված, չլսեցինք ազդանշաններ, 10-ի ահ գոռացող շրջանավարտներ չունեցանք։ Նրանք իհարկե ավարտեցին, բայց ինչպես ավարտեցին, նրանք ախր այդքան սպասել էին, 10 տարի սպասել էին այդ օրվան։
բայց կորոնավիրուսը փչացրեց ամեն ինչ։ Ես օրինակ Գյումրիում էի վերջին զանգի օրը եւ շրջանավարտների դեմքին չկար այն ուրախությունը, նրանք ախր սպասել էին այդքան, բայց ինչու այսպես ստացվեց։ Ես քեզ ասեմ, որ այս տարի եթե նույնիսկ գոռային, տարբերվելու էր կոչը, որովհետև արդեն 12-ի էին գոռալու, 10-ի փոխարեն մեր սերունդը չգիտի դա։ Այնուամենայնիվ, ինչպես նշեցին այս տարի շրջանավարտները իրենց վերջին զանգը, ուսումնասիրել է մեր գործընկերը Վեգա Անդրեասյանը եւ այժմ մենք նրա հետ կզրուցենք։ Ողջույն Վեգա։ Ողջույն Վեգա։ Դու գիտեմ ուսումնասիրել ես ինչպես են մեր շրջանավարտները այս տարի արտակարգ պայմաններում նշել վերջին զանգը, ինչպես է դա տեղի ունեցել եւ ինչպես են շրջանավարտները հրաժեշտ տվել դպրոցին այս տարի։ Այո, քանի որ ցավոք հնարավոր չեղավ ավանդական տարբերակով նշելու այս կարևոր իրադարձությունը պատանիների համար, այլընտրանքային տարբերակը բնականաբար այս ամենը օնլայն կազմակերպելն է, հատկապես որ միջազգային փորձ արդեն կար այս մասով, օրինակ արտերկրում շատ հայտնի հաղորդավարներ նույնիսկ վարում էին լայվ վերջին զանգեր, հրավիրում էին իրենց տներից երգում էին այդ վերջին զանգի համար հայտնի արտիստները ու նույնիսկ կատակներ էին անում, որ պատկերացնում եք հետո կհիշեք ու կասեք, որ օրինակ իմ վերջին զանգին երգել է Բիլի Այլիշը, հա, կամ մեկ այլ հայտնի երգչուհի, եւ նույն սկզբունքով նաեւ Հայաստանում տարբեր դպրոցներում աշակերտներ ուղիղ եթերներ դուրս եկան եւ հանդիսատեսը, որը որ ծնողները, ուսուցիչները, որոնք պետք է նստած լինեին դահլիճում, պարզապես գիտեին ժամը, օրը եւ միացել էին այդ Facebook-յան կամ Instagram-յան լայվերին ու տոնում էին միասին երաժշտությամբ, կատակներով, սցենարով, որը որ միշտ ունենում ենք վերջին զանգին։ Իդեպ սա շատ լավ է, որ փաստորեն պայմաններից ելնելով մարդիկ ոչ թե նեղսրտում են, այլ հակառակը հնարամտությամբ փորձում են ճանապարհներ գտնել, միևնույն է իրենց տոնը նշելու համար։ Իսկ Վեգա, կար ինչ-որ այլ կրեատիվ տարբերակ մտահղացում եղել է, իրագործվել է արդյոք, թե ոչ թե բոլորը նույն կերպով են նշել վերջին զանգը։ Կային նաև ես տեսա հետաքրքիր միմյանց էլեկտրոնային նվերներ ուղարկելու, հա, այսպիսի մի նոր ավանդույթ էր ձևավորվել, այդ օրը զանգերն էին պատրաստում վիրտուալ կերպով, չնայած կա մի հոլովակ, որը կարող ենք նաև դիտել, դա Շուշիի դպրոցներից մեկի, հա, Շուշիի երկրորդ դպրոցի ավարտական միջոցառումներ էլի լայվ տարբերակով անցնում էր եւ աշակերտները բոլորը զանգեր ունեին ամրացված, փուչիկներով զարդարված էր իրենց հետևում, հա, ամեն ինչ ու իսկապես կարծես թե հենց Facebook-յան տոն լիներ։ Շատ լավ է, որ Վեգան գունավոր պատմեց հոլովակի մասին, որովհետև մենք տեխնիկական պատճառներով չենք կարող դիտել հոլովակը։ Այնուամենայնիվ Վեգա, արդյոք մեր հայտնի մարդիկ ներգրավեցին այս գործընթացում։ Տես դու բերեցիր օրինակ, որ արտասահմանում, դրսում, նաև հայտնիները շատ լավ հասկանալով, որ շրջանավարտները կորցնում են իրենց կյանքի այս կարևոր տոնը COVID-ի պատճառով, կարողացել էին ներգրավել եւ անակնկալ պատրաստել շրջանավարտներին։ Արդյոք դա արեցին նաև մեր հայտնի մարդիկ։ Անկեղծ ասած, հենց համախմբված ինչ-որ ուղիղ եթեր կամ միջոցառում ես չհանդիպեցի, սակայն բնականաբար առանձին շնորհավորանքներ, կոչեր չընկճվելու, որ դեռ շատ առիթներ կլինեն միասին համադասարանցիներով նշելու, տարբեր հայտնիների կողմից կային նաև պատմություններ, հա, իրենց վերջին զանգերի հետ կապված, կարծում եմ երևի պատճառն այն էր, որ այդքան շատ ժամանակ չունեցանք հիշելու, կողմնորոշվելու, որ նման միջոցառում է սպասվում եւ ինչ-որ բան կազմակերպելու, թե չէ կարծում եմ մեր հայտնիները նույնպես կարող էին հետաքրքիր միջոցառում ստանալ։ Մենք մի բան չֆիքսեցինք, որ այս վերջին զանգը տարբերվում էր մյուսներից նրանով, որ շատերը վերջին զանգին սպասում են նրա համար, որպեսզի սեր խոստովանեն, իսկ նրանք կորցրեցին այդ հնարավորությունը տետ-ա-տետ կանգնելու եւ սեր խոստովանելու։ Ինչ-որ նմանատիպ դեպքեր կան արդյոք Վեգա, երբ քեզ հասել են նմանատիպ տեղեկություններ, որ այլ տարբերակով են փորձել սեր խոստովանել, չգիտեմ, կարող եմ մի փոքր հարցս հիմա տարօրինակ հնչի, բայց ամեն դեպքում ես վստահ եմ, որ դուք կարողանաս ինչ-որ մի դեպք հիշել եւ պատմել։ Իրականում հենց կոնկրետ դեպքեր չգիտեմ, որ հենց կոնկրետ թեորվում է խոստովանել, բայց ցավոք պետք է նշենք, որ մեր օրերում այդ նախկինում էր, երբ մարդիկ սպասում էին վերջին զանգին տետ-ա-տետ խոստովանելու համար, հիմա օնլայն տարբերակում շատ ավելի հարմարավետ են իրենց զգում, թե աղջիկները, թե տղաները նման խոստովանությունների համար եւ շատ ավելի ինքնավստահ են լինում, այնպես որ համոզված եմ, որ հենց օնլայն չաթերում եւ անձնական հաղորդագրություններում անպայման նման խոստովանություններ եղել են։ Եվ վերջի վերջո կարծում եմ, որ իսկապես ուսուցիչ
ուսուցիչներին, ովքեր այսքան տարիների ընթացքում իրենց կողքին են եղել, հիշելու համար միայն մեկ օր տրված չէ եւ բնականաբար երբ այս իրավիճակը անցնի, հաստատ շրջանավարտները հնարավորություն եւ ժամանակ ունենան թե իրենց ուսուցիչներին շնորհակալություն ասելու եւ թե միասին հավաքվելու եւ նշելու այդ կարեւոր իրադարձությունը։ Եվ մայիսի 28-ը վեգա վաղը Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման 102-ամյակի օրն է։ Իմ գաղտնի աղբյուրներից ես իմացել եմ, որ առաջին ալիքը ինչ-որ անակնկալ է պատրաստել, միգուցե դու պատմես մեզ դրա մասին։ Այո, առաջին ալիքը կարողացել է վերստեղծել հենց առաջին հանրապետության ժամանակ ստեղծված անցագիրը, այսինքն սա անձնագրի այն ժամանակվա տարբերակ էր, որով որ հանրապետության քաղաքացիները կարող էին երկրից դուրս գալ եւ այլ երկրներ այցելել, հնարավոր է դարձել վերստեղծել մի փոքր ավելի մոդեռն տարբերակ ստանալ եւ անակնկալը ինչու՞մ է կայանում, որ առաջին ալիքի Facebook-յան էջում տեղադրված է հենց այս անձնագրի էլեկտրոնային տարբերակը չլրացված, այսինքն դատարկ եւ յուրաքանչյուրը ունի հնարավորություն ներբեռնելու եւ իր համար անձնագիր ստեղծելու, լրացնելու, իր լուսանկարը փակցնելու, ընդ որում դա անելու ինչպես էլեկտրոնային տարբերակով, այսինքն օրինակ story-ում կամ որպես post տեղադրելու համար, այնպես էլ տպելու եւ լուսանկարը հենց թղթային տարբերակով փակցնելու անձնագիրը։ Այսինքն մենք կարող ենք մեզ երևակայել ինչպես առաջին հանրապետության քաղաքացին։ Այո։ Շնորհակալություն Վեգա։ Իսկ մենք մեր եթերը շարունակում ենք ուրախ նոտաներով, երաժշտական տեսահոլովակով։ Այսօր իմացիր, որ քոնն է, ամեն օրը լուսավոր ու պայծառ մի տոն է, տուր ինձ քո ձեռքը տուր, որ երգենք մեր երգը, ու թող հնչի այն ամենուր։ Ես ինչպես որ աշխարհի հայ բոլոր փոքրերը, շատ վաղուց գիտեմ քո բոլոր երգերը, երգը կարելքն է իմ ուրախությունն է, Փոքրերի աշխարհը իմ առջև այսօր ահա նոր մի ճանապարհ է, տուր ինձ քո ձեռքը տուր, որ երգենք մեր երգը, ու թող հնչի այն ամենուր։ Բեմից հարազատ է շատ, ու ես ցանկանում եմ երգերով լիջերմացնել, վառնել մանկությունը, երգը կարելքն է իմ ուրախությունն է, Բարի օր մաղթում ենք ես ու
2013 թվականի հոկտեմբերին Բեյրութում իր դռներն է բացել հանքաքարերի թանգարանը, որտեղ էլ գտնվում է հանքաքարերի ամենատպավորիչ մասնավոր հավաքածուներից մեկն աշխարհում։ Թանգարանը ցուցադրելով հավաքածուն արտահայտում է իր սերը բնության մեծ պարգևած գեղեցկության նկատմամբ։ Իդեպ թանգարանն անվանել են արաբական այբուբենի 24-րդ տառով, որը համարժեք է լատիներենի M տառին։ Ինչու M? Մի պարզ պատճառով արաբերենում թանգարան, հանքաքար եւ հանք բառերը սկսվում են հենց այդ տառով։ 1750 նմուշներ առող հավաքածուն ներկայացնում է ավելի քան 350 տեսակի քարեր 65 երկրից։ Այս հանքաքարերը համարվում են բնության գլուխգործոցներ, քարերի բացառիկությունը ներկայացնելուց բացի թանգարանը նպատակ ունի նաև ներկայացնել հանքաքարերի պատմական, մշակութային ու տնտեսական կարևորությունը։ Մայր բնության միլիոնավոր տարիների պատմություն ունեցող այս ստեղծագործությունները ժամանակի ընթացքում չեն ենթարկվել որևէ փոխակերպման մարդկանց կողմից։ Այն հանքաքարերը, որոնք ուսումնասիրել են նաև գիտնականները, օգտագործվում են նաև էլեկտրականության մեջ, իսկ թանկարժեք քարերը վերածվում են զարդերի։ Հանքաքարերից որոշները մեզ պատմում են այն մարդկանց արկածների մասին, որոնք իրենց կյանքն են վտանգի ենթարկել թանկարժեք քարերի, զմրուխտի, ոսկու եւ ադամանդների որոնումների ընթացքում։ Իդեպ թանգարանի մուտքի մոտ կա խանութ, ինչը հնարավորություն է տալիս այցելուներին ստեղծել սեփական հավաքածու։ Եվ ով գիտի, գուցե այդ հավաքածուն էլ մի առանձին թանգարանի վերածվի հետագայում։ Թանգարանի այցելուները կարող են գտնել նաև իրենց ծննդյան քարերը, որոնց հաճախ էներգիայի աղբյուր են անվանում։ Իդեպ ես շատ եմ նկատել, որ իսկապես մարդիկ կան, ովքեր մեծ նշանակություն են տալիս, այսպես ասած, թալիսման քարերին եւ փորձում են իրենց հորոսկոպի նշանին համահունչ եւ համապատասխան քարը ընտրել։ Դու հավատում ես թալիսման քարերին։ Ոչ, ես չեմ հավատում։ Ես էլ չեմ հավատում, բայց փոխարենը շատ զարմացել է, երբ իմացա ովքեր են լինելու մեր հաջորդ հյուրերը, որովհետեւ մեր հաջորդ հյուրերը քույր եւ եղբայր են, ովքեր վաղ տարիքում արդեն սկսել են ուսումնասիրել հանքաքարերը, գտնել դրանք, փնտրել եւ ուսումնասիրել դրանց պատմական ու մշակութային նաեւ կողմը եւ իսկապես սա շատ բացառիկ հետաքրքրություն է երեխաների շրջանում։ Առաջարկում եմ հենց հիմա միանալ Վանաձոր, որտեղ մեզ սպասում են Վահան եւ Արփին քարերի եւ բրածոների հավաքածուներով իրենց։ Ողջույն Վահան, ողջույն Արփի։ Ողջույն։ Մեզ հենց սկզբից հետաքրքրում է մի հարց. ինչպես ձեզ մոտ առաջացավ ցանկություն, ինչու առաջացավ ցանկություն քարերի հավաքածու ունենալ։ Մեր տանը քարեր կային, որոնք մեզ այնցե շուտ են հայտնվել մեր տանը։ Այդ քարերը մեր հայրիկն ու մայրիկն էին գտել, հետո մենք միացանք և սկսեցինք հավաքել այս գեղեցիկ քարերը։ Վահան, այսինքն ձեր ծնողները իրենք էլ են քարերով հետաքրքրված եւ փնտրում են, գտնում են հետաքրքիր քարեր, բերում են տուն, այո, եւ դուք որոշեցիք այդ հետաքրքրությունը շարունակել ծնողների։ Այո։ Իսկ ինչպես եք փնտրում, այսինքն գիտեք թե կոնկրետ որտեղ է պետք գնալ հետաքրքիր քարեր փնտրելու համար, թե դուք պարզապես դուրս եք գալիս ճանապարհ եւ սկսում եք փնտրել։ Ինչպես է լինում, կպատմեք մի քիչ process-ի մասին, ինչպես եք փնտրում քարեր։ Դուրս եք գալիս, գնում եք այնտեղ, որտեղից գտնվել են շատ հետաքրքիր քարեր, մենք էլ ենք գտել, այդ նույն տեղում կամ կողքերը փնտրում ենք ուրիշ քարեր, յուրահատուկ քարերը, որոնք դուրս են մնում ուրիշներից, դրանք բերում ենք տուն և հետո ուսումնասիրում ենք, թե դրանք ինչ են, հասկանում ենք, ինչ են։ Նախ ինձ հետաքրքիր է կներես ինչպես եք հասկանում, որ դրանք բացառիկ քարեր են, օրինակ, տեսնում եք քարը, ինչպես եք հասկանում, որ կարելի է դա տանել տուն և ուսումնասիրել։ Ուղղակի տեսքին եք նայում, թե եթե տարօրինակ է ու այդպիսի քար չեք հանդիպել։ Միգուցե բոլոր քարերն էլ բերում են հետաքրքիր։ Մեզ հետաքրքիր է լինում։ Ոնց որ ասեցի, մենք բոլոր քարի դուրս մնացող տեսքով քարեր բերում ենք, հետո ուսումնասիրում ենք։ Վան ներկայացրեցի սկզբում, որ Վանաձորում եք հիմնականում փնտրում, թե այլ քաղաքներում եւս փնտրում եք քարեր։ Ամբողջ Հայաստանում։ Հասկանալի է, ավելի շատ հետաքրքիր քարեր որտեղ եք գտել։ Կան ինչ-որ տեղանքներ, որտեղ հատկապես շատ են հետաքրքիր քարերը։ Հանքավանից ենք գտել
յուրահատուկ քարերը, այս մալախիտի ու լազուրիտի խառնուրդը քարի վրա, ես վիդեոն եմ սրա մասին, մեկ էլ նռնակարը։ Երևի թե սկսենք ձեր դիմացի քարերին ներկայացնել, հա, ունեն ինչ-որ անուններ քարերը։ Հերթով կարող եք պատմել, որը որտեղ եք գտել, ինչ պատմություն ունի, եթե արդեն հասցրել եք ուսումնասիրել։ Վահան, կարող եք սկսել։ Այդ ամենամեծ քարը, որ քո առաջ դրված է, կպատմես ինչ քար է։ Ամենամեծը այսինքն դրա առջևում։ Դա արդեն պատմեցիր։ Այդա։ Կամ ցանկացածը, որից կսկսենք։ Այս սրա նման մի ուրիշ քար է, սրա վրա ինչ-որ լազուրիտ չկա, մենակ մալախիտ է։ Վան ինչ-որ քարերի նմուշներ կան, որոնք քեզ համար ամենաթանկարժեքն են, որոնց համար ամենաշատն ես ցավում, այսպես ասեմ։ Իսկ որոնք են այդ քարերը, կան արդյոք հիմա մենք տեսնում ենք դրանց, թե ոչ։ Ամետիստն այն սիրած քարերից մեկը։ Արփի, իսկ քո ամենասիրած քարը որն է, որովհետև աղջիկները նաև քարերի հանդեպ առանձնակի թուլություն ունեն, այն քարերի, որոնք ոչ միայն թանկարժեք են, այլ նաև բացառիկ։ Ամենաշատը ագաթ։ Ահա։ Վահան, իսկ եթե մայրիկը խնդրի, որ քարերից ինչ-որ մեկը տաս իրեն, որպեսզի զարդ պատրաստի, կհամաձայնես, թե դրանք անձեռնմխելի են։ Քո սեփականությունն են ու վերջ, թե կտաս մայրիկին, եթե խնդրի։ Ես ինչպես հասկացա, իրենք ավելի շատ հավաքածուն են համալրում։ Արփի, ինչպես է տեղի ունենում պրոցեսը, երբ դու ու եղբայրդ գնում եք քարեր փնտրելու եւ գտնելու։ Ում մոտ է ավելի շատ ստացվում եւ ավելի արագ ստացվում հետաքրքիր քարեր գտնելը, քո թե Վահանի։ Ձեզնից փորձառուն ով է։ Վահանի մոտ է ստացվում, ես ոչ մի հետաքրքիր քար չեմ գտել։ Կգտնես, ոչինչ, մի վհատվիր։ Ամեն ինչ դեռ առջևում է։ Հենց առաջի որոնման ընթացքում ես վստահեցնում եմ, որ դու կգտնես։ Այս երկուսը մենք գնել ենք։ Ահա։ Գիտնականները սա պարզել են, որ սա ագաթ է, վերցրել են, սա քարի նման չէ, իսել են և գեղեցկությունը հայտնվել։ Այո, մենք չենք կարողանում ցավոք տեսնել մոտիկի, ասիասն է փշրված է, մեկ եք գտել, որովհետև փշրված է, հասկացել եմ, որ սա Արփի, իսկ մեզ կպատմես նաև բրածոների հավաքածոյի մասին։ Վահանը կպատմի։ Վահանը կպատմի։ Մենք բրածոներ գտել ենք ծովային կենդանիներից։ Ահա։ Իսկ որ Հայաստանում ծով չկա, որտեղից եք բերել։ Ծով չէ, օվկիանոս, հա։ Օվկիանոս, որտեղից եք բերել։ Միլիոն տարի առաջ մեր Հայաստանը թետից ծովով ընծածկված եղել և հետ քաշվելով մեզ թողել է գեղեցիկ բրածոներ։ Ինչ լավ է, որ փաստորեն դուք ոչ միայն քարերն եք գտնում եւ բերում տուն հավաքածուի համար զուտ, այլ նաեւ փորձում եք գիտելիքներ հավաքել դրանց հետ կապված, քարերի, բրածոների հետ կապված։ Ինչ կասես, շատ կարճ նաեւ ինչ ճանապարհով եք ուսումնասիրում, հա, շատ կարճ, այսինքն մայրիկի հետ եք խոսում, խորհրդակցում, թե համացանցում եք փնտրում ինֆորմացիա։ Մենք հետաքրքիր քարերը Google-ով աչքով փնտրում ենք, տենում ենք, որ նա ավելի նման ու դա այդ քարը, այսինքն ինքնուրույն եւ համացանցի օգնությամբ եք ամեն ինչ կատարում։ Հա։
Շատ լավ, շատ շնորհակալություն ձեզ, հուսով ենք, որ շուտով ձեր հավաքածուում շատ ավելի հետաքրքիր նմուշներ կավելանան ու Արփին էլ վերջապես կկատարի իր երազանքը եւ կգտնի հետաքրքիր գեղեցիկ մի քար, ինքնուրույն։ Մենք նաեւ ինֆորմացիա ունենք, որ Արփին բացիկներ է պատրաստում։ Ագաթից կարող եք զարդել զարդեր, օրինակ մատանիներ, թերմոսներ։ Արփի դու բացիկներ ես պատրաստում։ Եթե չենք սխալվում, նման ինֆորմացիա ունենք, արդյոք ճիշտ է եւ մի փոքր պատմիր այդ հետաքրքրության մասին, ահա տեսնում ենք դրանցից մեկը։ Կպատմես այդ հետաքրքրության մասին, ում համար ես բացիկները պատրաստում։ Մայրիկիս համար եմ պատրաստում այստեղ բացիկները։ Միայն մայրիկի համար։ Եվ մայրիկը ուրախանում է, որ ես ինքնուրույն պատրաստել եմ այս սիրուն բացիկները։ Եղավ, շատ շնորհակալ ենք ձեզ հետաքրքիր զրույցի համար։ Մենք գտել ենք Խորվիրապից։ Խորվիրապից։ Հա։ Եղավ։ Շնորհակալություն, իսկ մենք հիշեցնենք, որ մայիսը հաղթանակների ամիս է եւ այս ամիս մենք հետաքրքիր մարտահրավեր ունենք պատրաստած հեռուստադիտողի համար, որը հենց հայրենիքի թեմային էր վերաբերում։ Դուք պետք է առանձնացնեիք ձեր սիրած բանաստեղծությունը, որը նվիրված է Հայաստանին, Արցախ աշխարհին, ինքներդ արտասանեք կամ թույլ տայիք, որպեսզի օրինակ ձեր երեխան արտասաներ եւ հոլովակներ ուղարկեիք մեր էլեկտրոնային հասցեին։ Մեր հեռուստադիտողները ուղարկել են արդեն մի քանի հոլովակ, մենք առանձնացրել ենք դրանցից լավագույնները եւ հիմա ուրբաթ օրը իդեպ փոփելու ենք արդեն արդյունքները եւ իմանալու ենք ով է հաղթողը, այո։ Իսկ հիմա դիտենք մի քանի հոլովակ մեր հեռուստադիտողների կողմից ուղարկված։ Հայոց լեռներին սատար են միշտ լեռները հայոց, փառք մեր լեռներին, հայոց քաջերին նեցույք են միշտ քաջերը հայոց, փառք մեր քաջերին, փառք բոլոր նրանց, ովքեր կրվել են հնուց մինչ այսօր, մինչև մեր ուրախավարային ես, շարժուն ես հզոր, փառք հայոց մտքին, հայոց հավատին ու բասկին հայոց, փառք, փառք, փառք։ Դու մեր եղբայր, Արցախի հետ պաշտպան կանգնիր խաղաղության, ուրախ երգով ապրիր հավետ, դու մեր ծաղկած մայր Հայաստան։ Հայրենիքից անուշ ու թանկ ուրիշ ինչ կա երկնքի տակ, ջուրը անուշ, հողը անուշ, կարմիր արև, շողը անուշ, արտերը ծով, դաշտերը զով, լեռները վեր, արծիվը տեր, հայրենիքից անուշ ու թանկ ուրիշ ինչ կա երկնքի տակ, նա է տվել ինձ հայանուն, ու պարգևել հայոց լեզուն, ջերմակ մասիս, կապուտ սևան, և արդագոն նոր Երևան, ուր էլ գնամ, ինչ էլ լինի, ես զավակն եմ Հայաստանի, հայրենիքից անուշ ու թանկ, ուրիշ ինչ կա երկնքի տակ։ Մենք հիշեցնենք, որ դեռ երկու անգամ ուղիղ միացումներով լինելու ենք եթերում եւ հետաքրքիր քննարկման թեմաներ ենք ունենալու։ Մեր հաջորդ թողարկման ժամանակ խոսելու ենք արհեստի կարեւորության մասին եւ հելունագործության ու շուղագործության մասին ենք մասնավորապես խոսելու եւ ունենալու ենք հետաքրքիր հյուր, ով պատմելու է ինչպես են մարզերում օրինակ փորձում զարգացնել արհեստի այս ճյուղը։ Հետո երեկոյան գալով կրկին կորոնավիրուսային թեմային մենք մեր տաղավարում հյուրընկալելու ենք լրագրող Նորայր Շողիկյանին, ով վարակվել էր կորոնավիրուսով, արդեն ապաքինվել է եւ նա մեզ իր փորձի վրա արդեն կպատմի, թե ինչ դժվարությունների է հանդիպել, ինչ աջակցություն է ստացել մարդկանց կողմից։ Հիշեցնենք նաեւ մեր հեռուստադիտողին լինել ակտիվ օնլայն հարթակներում, որովհետեւ այսօր մենք քննարկում ենք հետաքրքիր թեմա, ինչպես են այս դժվար օրերը ապրում տարեցները, մեծահասակները։ Առաջարկում ենք ձեզ այցելել այս ընթացքում առաջին ալիքի Facebook-ի եւ Instagram-ի էջ story-ներ բաժնում գտնել օրվա հարցումը եւ պատասխանել, թե ըստ ձեզ այս օրերին ինչ տիպի օգնության կարիք ավելի շատ ունեն տարեցները, նյութական թե հոգեբանական։ Այս հարցը մենք երեկոյան թողարկման ընթացքում կզարգացնենք հոգեբան Արկադի Մեհրաբյանի եւ տարեց մարդկանց օգնության ձեռք մեկնող նախաձեռնություններից մեկի անդամ կամավոր Մայիս Խաչատրյանի հետ։ Այնպես որ մնացեք մեզ հետ, մենք հետևում ենք լրահոսին, իրադարձություններին տեղի ունեցող եւ նաեւ հետաքրքիր հյուրերով կփորձենք լցնել ձեր առօրյան։ Դիտեք առաջինը առայժմ։